Խաղաղության համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման, երբ Հայաստանը հաղթահարի առկա խնդիրները։ Պաշտոնական Բաքուն այս վերջին հայտարարությամբ Հայաստանին մանիպուլյացիաներ անելու համար է մեղադրել, հիշեցնելով Հայաստանի արտգործնախարարի ելույթը Բրազիլիայում։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության Միրզոյանը Բաքուն ներկայացրել է որպես խաղաղությամբ չշահագրգռված կողմ։ Azerbaijan has not responded to these proposals either. Անցած շաբաթվա կեսին կողմերը հայտարարեցին խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, հայկական կողմը ընդունել է Բաքվի վերջին երկու պահանջները՝ հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերել երրորդ երկրների ներկայացուցիչներին և միջազգային ատյաններից փոխադարձաբար հետ կանչել միմյանց վերաբերյալ հայցերը։ Այս հայտարարությունից հետո ոչ թե տեղ ու ժամ պայմանավորվեցին Հայաստանն ու Ադրբեջանը, այլ հնչեց Ադրբեջանի հաջորդ երկու պահանջը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է փոխվի ու լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այն տպավորությունը, որ Ադրբեջանն ուղղակի ցանկանում է այս սոուսի տակ, ինչ խնդիրներ, որ իր համար հետո կարող է ստեղծել Հայաստանը, ամբողջությամբ այս պայմանագրով անել եւ վերջացնել։ Հայցերը հետ են կանչում։ Ասում են մենք ձեզ բան չունենք տալու, բայց դուք ունեք տալու։ Մեր գերիների այսպես տանջամահ են անում գերիներին 44 օրյա ժամանակ, ասում է չէ, մեր դեմ նման հայցեր չպետք են։ Սա պայմանագիր չի, սա պարտադրանք է։ Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը վերջին իրադարձություններից եզրակացնում է. Ադրբեջանն ամեն օր նոր պահանջ է առաջ քաշելու ու հասնելու է դրանց կյանքի կոչմանը, չնայած դրան պայմանագիր չի ստորագրվելու։ Տպավորություն կա, որ հիմա Ադրբեջանն է արդեն ոնց որ կրակն ընկել իր նախաձեռնությունների ձեռքը եւ հիմա ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի այդ պայմանագիրը չստորագրվի։ Միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությամբ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի որ համաձայնագիրը չի բխում տարածաշրջանի պետությունների շահերից, քաղաքագետի համոզմունքն է։ Ադրբեջանը չունի տարածաշրջանային պետությունների միազնյա համաձայնությունը, կոնսենսուս չկա հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման շուրջ, սա է խնդիրը։ Ալիևին մի պահ թվացել էր, թե ինքը կարող է հավասարը հավասարի հետ փորձել պայմաններ թելադրել։ Բալասանյանը հիշեցնում է Ադրբեջանի նախագահի ավելի վաղ հնչեցրած պահանջները, որոնք տարօրինակ կերպով չեն հնչում հիմա։ Այն է, Ադրբեջանից Հայաստանով դեպի Նախիջևան անարգել, առանց որևէ ստուգման պետք է անցնեն ադրբեջանի քաղաքացիները, բեռները։ Իրանի մոտ առաջանում է հարց, քանի որ Ադրբեջանը ունի փորձ կիրառել միջազգային ահաբեկիչներ, Իրանը վստահ չէ, որ այդ միջազգային ահաբեկիչները ադրբեջանական անձնագրերով առանց ստուգման չեն մտնելու Հայաստան եւ Հայաստանից անցնեն Իրան արաքսով։ Նաեւ բեռները, Իրանի պետք է հասկանա, ինչ բեռներ են մտնում Հայաստան, ինչ բեռներ են դուրս գալիս։ Մոսկվայի համար էլ եւս այստեղ խնդրահարույց է, քանզի Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, ԵԱՏՄ օրենքի համաձայն, մեծ պայմանագրի համաձայն, սա համարվում է միասնական տնտեսական տարածք, հետեւաբար Ադրբեջանից Հայաստան մտնող բեռները պետք է ֆիքսվեն եւ պետք է հասկանանք, թե դրանք ինչ բեռներ են։ Հետեւաբար, այսպես Հայաստանը որոշի, որ ոչ, եկեք առանց ստուգման հասնենք, դա չի կարող ընդունելի լինել տարածաշրջանի պետությունների համար։ Արդյոք Հայաստանը ընդունել է այս պահանջները, բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի բովանդակությունից գրեթե ոչինչ հայտնի չէ։ Սա նոնսենս է, սենց բան չի կարող լինել։ Ներողություն եմ խնդրում։ Չնայած Ալիևի բոլոր պահանջներն է միանձնյա կատարում Փաշինյանը, քաղաքագետի համոզմամբ պայմանագրի տեքստի շուրջ հարցեր ունեն տարածաշրջանի երկրները։ Այս պարագայում Ադրբեջանին մի քայլ է մնում։ Սկսում է ամենացավոտ կետից, որ Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը։ Վերջին 6 օրում Ադրբեջանը 13 կեղծ հայտարարություն է տարածել, մեղադրել Հայաստանին հրադադարի ռեժիմը խախտելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի բոլոր հայտարարությունները, նշել, որ չկա հրադադարի խախտման մասին որևէ փաստական տվյալ։ Այդպիսի տվյալներ ունենալու դեպքում Հայաստանը պատրաստ է հետաքննել փաստերը։ Սա ուղղակի հոգեբանական հնարք է, ես չեմ բացառում նաև որոշ դոնոր երկրների հետ համաձայնեցված ստիպել Հայաստանին ընդունել բոլոր պայմանները վախի մթնոլորտ ստեղծել, ճնշումներ այնպես անել, որ եթե սա չստորագրենք, պատերազմ է լինելու։ Հնարավոր պատերազմը քիչ հավանական է, քանի որ ըստ Բալասանյանի խառն է մեծ եղբոր գլուխը։ Հիմա Թուրքիայում տեղի ունեցող իրավիճակի ֆոնին ես քիչ հավանական եմ համարում, որ Ալիևը միանձնյա իր վրա կվերցնի պատասխանատվություն սկսել ռազմական գործողություններ, հատկապես որ այս պահին Էրդողանի աջակցությունը չի կարող ստանալ, որտեղ մեկը լինի Էրդողանին փրկի։
Հայ-ադրբեջանական հարաբերություններում անկայունության խորացման շաբաթ է անվանում Բալասանյանը վերջին 7 օրը։ Չարյաց փոքրագույնը անորոշության մեջ մնալն է։ Հարցերը ավելի շատացան, պատասխանները ավելի քչացան։ Հիմա տա Աստված մենք միայն սահմանափակվենք այս այսպես անորոշությամբ եւ սրանից ավելի լուրջ իրադարձություններ տեղի չունենան։ Լիլիթ Խալաթյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։